Elrum-ի գործընկերն է Միլի Մարեցի խանութ սրահը։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք Elrum-ում եք։ Ամեն անգամ ես նշում եմ, որ Elrum-ը տեղեկատվական մոտիվացիոն հարթակ է, երկու հիմնական ու կարևոր խնդիր ենք փորձում on-line տիրույթում լուծել։ Առաջին հերթին տեղեկացնել, որ խնդրի լուծման դեպքում ուր պետք է դիմել, ում պետք է դիմել, եւ երկրորդը, որը շատ կարևոր է, հաճախ մենք ավելի ենք կարևորում ինչպես գտնել պրոֆեսիոնալի, ով իր տեսակով նաեւ մոտիվացնող է։ Գիտեք, այս աշխարհում ամեն ուղղությամբ կարելի է ինչ-որ բաներ ծրագրել, հասնել։ Սակայն ինչքան էլ որ ժամանակը տեխնոլոգիական է, տպավորություն է, որ մեր ժամանակում ամեն ինչ այսպես ծրագրված է, միևնույնն է, ամեն ինչ գալիս է մարդու էներգիայից։ Մենք առիթ ունենում ենք հանդիպումներ ունենալ նաև օվկիանոսից այն կողմ հետաքրքիր ու տարբերվող կանանց հետ։ Կանանց, ովքեր իրենք կարողանում են իրենց ասպարեզում իրականում հրաշքներ գործել։ Այստեղ նորից երկու առումով պիտի առանձնացնենք մարդիկ, ովքեր իրենց ասպարեզում պրոֆեսիոնալ դաշտում կարողացել են հաջողություններ գրանցել եւ միևնույն ժամանակ մարդիկ, ովքեր կարողանում են կյանքի յուրաքանչյուր փուլին վերլուծելով նայել ու հասկանալ ինչ պետք է անել մի քայլ առաջ գնալու համար եւ ամենակարևորը մի քիչ ավելի երջանիկ ու բարի դարձնելու համար այս աշխարհը։ Իրականում ինձ համար ամեն անգամ հաճելի է, երբ ես հնարավորություն եմ ունենում թեկուզ սոցիալական ցանցի էջերում տեսնել հետաքրքիր ու տարբերվող մասնագետների, ովքեր իրենց աշխատանքների մեջ կարողանում են ներկայացնել ոչ միայն իրենց պրոֆեսիոնալիզմը, այլև այն մեծ սերը, որով իրենք դա իրականացնում են։ Այսօր մենք շատ հետաքրքիր հանդիպում ունենք հետաքրքիր կնոջ հետ, ով յուրաքանչյուր փուլում կարողանում է իրականում իր համար սահմանել նպատակներ, նշանակետեր եւ ամեն պահի կարողանում է վայելել իր աշխատանքը։ Գիտեք, կարող է մարդը շատ երկար տարիների աշխատանքային փորձ ունենա եւ այս ամբողջ ընթացքում ինքը ծանրություն զգա իր վրա։ Մյուս կողմից մարդը կարող է նույն աշխատանքը, նույնիսկ ավելի դժվար աշխատանք կատարել, բայց անել սիրով եւ կարողանալ վայելել այն հենց այդ պահը։ Կարողանալ վայելել այն, որ ինքը իր շնորհիվ մի կին մեկ օր իրեն երջանիկ է զգացել։ Այս պահին ես ուզում եմ ձեր անունից նաև սիրով Elrum-ում ողջունել հետաքրքիր մի կնոջ, ում շնորհիվ տարիներ շարունակ, տասնամյակներով, 30 տարի գրեթե շատ կանայք կարողացել են իրենց կյանքում ինչ-որ մի բան փոխել, ինչ-որ մի օր որոշել, որ աշխարհում իրենք ամենագեղեցիկն են, ուրեմն ամենաերջանիկը լինելու իրավունքը ունեն, շնորհիվ հենց այս մասնագետի։ Սիրով ուզում եմ այս պահին նաև ձեր անունից ողջունել Beauty Nest սալոնի հիմնադիր, վարսահարդար, ոճաբան, կոլորիստ բառը ես ուզում եմ այսպես մի քանի անգամ ընդգծել նաև կոլորիստ Ալիսա Եսայանին։ Ալիսա, շատ շնորհակալ եմ, ինձ իրականում շատ հաճելի էր, որ առիթ ունենք ծանոթանալու։ Շատ մերսի Լիլիթ ջան, շնորհակալ եմ ինձ նկատելու համար։ Շատ ուրախ եմ, որ ինձ հրավիրել եք ձեր հաղորդմանը։ Ճիշտ եք նկատել, աշխատանքը իմ համար ոչ թե աշխատանք երբեք չի եղել, ոնց որ փող աշխատելու միջոց աշխատանք, իմ աշխատանքը իմ համար հոբի ասեմ, ինչ որ մեկին գեղեցկացնելու, արվեստ ասեմ, միշտ ամեն օր հաճույքով աշխատանքի եմ գնացել 30 տարուց ավել, ընդամենը 6 տարվա ֆիզարցակուրս եմ ունեցել, մնացած օրերը հաճույքով։ Նույնիսկ այդ բառը, որ գնում եմ աշխատանքի, իմ համար փոխարինվել է սալոն եմ գնալու այդ բառով, երևի մոտիվացիա էլ ունեցել է, էլի։ Բայց շատ հետաքրքիր է։ Շատ ուրախ եմ, որ ընտրել եմ այս մասնագիտությունը ու շատ ավելի ուրախ եմ, որ օվկիանոսից այս կողմ նորից գտա իմ սիրած աշխատանքը, կարողացա զբաղվել իմ սիրած աշխատանքով։ Իմ կյանքում հանդիպեց մի այնպիսի մարդ, որ կարողացավ հասկացավ ինձ։ Ես նկատի ունեմ իմ այն սալոնի գործատիրոջը, ով ընդունեց սիրով, լեզու բացարձակապես չգիտեի, ուղղակի սովորական ամենապարզ բառերը վստահեց ինձ, նույնիսկ օգնեց, որ ունենամ այն ամենը, ինչ հիմա ունեմ։ Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ սկզբից գանք։ Ես գիտեմ, որ արմատներով գյումրեցի եք, ինձ շատ հարազատ Գյումրիից եք, 17 տարեկանում եք որոշել, որ պիտի վարսահարդար դառնաք եւ այդ որոշումը մինչեւ հիմա փաստորեն հիացնում է ձեզ եւ այն մարդկանց, ում կարողանում եք դուք գեղեցկացնել իրականում։
Իմ պատմությունը 17 տարեկանում առաջի անգամ գնացի Տարտու Վարսավիրանոցը գիտեն, մեր գյումրեցիները բոլորը գիտեն, Տարտու Վարսավիրանոցը մորաքրոջս հետ մազերս կտրելու։ Վարսավիրանոց մտնելուց նկատեցի, ես սիրում եմ էլի այդ օրվա խնամքը, մազերի հարդարված վիճակը, դեմքի խնամքը։ Վարսահարդարները հիմնականում այն ժամանակվա վարսահարդարներն ավելի խնամված էին, քան սովորական մարդիկ, պետք է հիշել։ Այո, Ինքան սիրեցի Վարսավիրանոցի հոտը, մթնոլորտը, ազատությունը, չգիտեմ, գեղեցկացնելու այդ իրանց արվեստը, մարդկանց ուրախացնելու այդ ամեն ինչը դուրս եկավ։ Տուն գալուց հետո մամայիս ասեցի, մա, ես Վարսահարդար եմ ուզում դառնամ։ Այնքան վատ տարավ մամաս։ Ես չեմ հասկանում, դու դի բարձրագույն սովորես, ոնց կարող ես ուրիշի մազերի հետ խաղաս, հա։ Պապաս էլ ընդեղ էր, Վարուշ կար, շատ հայտնի վարսավիր։ Իր եղբայրը պապայիս ընկերն էր։ Վերջ այդ ամեն ինչը պապաս դասավորեց իմ ուզելով, շատ շնորհակալ եմ իրան։ Ասեց չխառնվեք, եթե ուզում եք, թող ինքը փորձի, սովորի։ Այո։ Ու 88 թիվներ։ Այդ ամեն հարցը լուծելուց հետո մի քանի օր էի գնացել, Վարսավիրանոցում էին այն ժամանակ սովորում աշակերտները։ Երկրաշարժ եղավ։ Երկրաշարժ եղավ, ամեն ինչ փլուզվեց, Վարուժը տեղափոխվեց Երևան, բայց եթե ունես նպատակ, ես այդ տարիներին մնացի Գյումրիում, 3 ամիս Սիլվա կար, հրամանով իմ վարպետը չէր, բայց ինքը ինձ շատ օգնեց։ 3 ամիս հետո ասես դու շատ սուպեր վարպետ ես, դու վարպետ անցնես աշխատես։ Ես էլ գիտեմ իմ նմանը չկա այլ։ Այդքան լավ կարծիք ունեմ իմ մասին, ինքնավստահ այդ մոտիվացիան մարդու հրելու առաջ տվեց։ Ու գնացի աշխատելու լավագույնների մեջ, լավագույնների։ Հետո պարզվեց, ես նույնիսկ մկրատ բռնել չգիտեմ, թե գիտեք կոմունիստների ժամանակ այդ քննությունները ոնց էր անցնում։ Մկրատ բռնել ես ասեցի, հա, խնդալով իա։ Ու սկսեց իմ դժվար ճանապարհը։ Բայց չհանձնվելու ոչ մի անգամ։ Բայց դուք ձեր բնավորությամբ եք այդպես չկոտրվող, այսինքն այդ ամեն ինչը ձեզ չկոտրեց։ Այո։ Հետո աշխատեցի իրանցից էլ շատ բան սովորեցի ու սկսվեց վերապատրաստումները։ Ոչ թե վերապատրաստում, կասեմ պատրաստումները։ Ուղղակի գրավում էր իմ տեսքը հաճախորդներին, մազերի կտրվածքը, ես ինձ կարողանում էի շատ ֆորմի մեջ բարել, դե նայում էին Վարշավիրին գալիս էին մոտս։ Գալիս էին, այո, Հա, հետո բախտ վիճակվեց ֆիզարցակուրտից հետո, արդեն ֆիզարցակուրտից հետո գնացի Տարտու, իմ հին օրրանը, որտեղից սկսել եմ, արդեն լրիվ ուրիշ աշխատակազմով, ահավոր կայացած հայտնի վարսավիրների մոտ, ես ինչ։ Ու գիտեք ինչ կար, որ ինձ դուր էր գալիս, կրթեցին ինձ, չկար զիջելու, ներելու, մի հատ բան կար, որ կամ կայանում ես, կամ տապալվում ես, կամ ուժեղանում ես։ Ընտրեցի երկրորդ տարբերակը, գնացի Վելլայում, Քաթրինի մոտ վերապատրաստումների, ես մտածեցի, որ պիտի ուժեղանամ, ես չեմ կարող մուրամ իրանցից հաճախորդ, պատկերացնեք ինչ բան էր։ Միակ միջոցը պայքարի ուժեղանալն է, որ պիտի արդեն գործը մինչև այսօր առաջնորդվում դրանով գործը պիտի տեսնեն, հավանեն։ Ու փաստորեն որոշեցիք, որ գնում եք առաջ, սկսեցիք արդեն Վելայում վերապատրաստվել։ Ու սկսեցի, գիտեք, վարսահարդարներ, իմ կարծիքով բոլոր բնակավարներում կա, չէ, բարձրանում ես, ինչ որ պիկ կա, արդեն շատ հարսի մազ է, շատ ու սկսեցի, որ թույլ կողմս, եթե կտրվածքներն էր, սկսեցի այդ ուղղությամբ վերապատրաստվել, կապ չունի դու ինչ տարիքում ես, առաջ է շարժվում, կյանքը չի կանգնում նույն տեղում, դե սովորես։ Նոր բաներ, այսինքն ամեն նորը դուք սիրում եք նաև վերցնել։ Հետաքրքիր է, փաստորեն մինչև այս ամբողջ տարիների ընթացքում միշտ ունեցել եք հաճախորդների հետ, այսպես շատ հետաքրքիր է շփման ձև։ Ես գիտեմ, որ շատ հաճախ նույնիսկ գույներ, ոչ միայն գույները, այլ կտրվածքները չէին ասում ինչ կտրել, այլ դուք էիք առաջարկում, թողնում էին ձեր հայեցողությանը։ Դրա համար փորձ է պետք, որ արդեն հաճախորդը վստահի քեզ, հիմա փառք Աստծո ունեմ այդ բանակը, նստում են նույնիսկ գունափոխության համար, ասում են ինչ ուզում ես արա, մենակ գլոբալ հարցեր, որ ասենք չորկա սիրում է թե չի սիրում, կարող է կֆենի թե չի ֆենի, բլոդրայկանի թե չի անի։ Ամեն դեպքում տարբեր է այստեղ եւ օվկիանոսից այն կողմ։ Փաստորեն դուք Գյումրիում ունեցել եք նաեւ ձեր սրահը, գեղեցկության հետո այնպես ստացվեց, որ պիտի մեկնեիք։ Ուրեմն արդեն Գյումրիում
լրիվ կայացած, շատ աշակերտներ եմ ունեցել Գյումրիում, երևի բախտ կվիճակվի կտեսնեն շատ հզոր բանակ, Ահա շատ դժվար էր կտրվել այդ ամեն ինչից, այդ ճանապարհը, որ անցել ես, հասել ես ինչ-որ կետի, որ ռելաքս, ավելի հանգիստ ես, ու պիտի թողնես ու գնաս չգիտեմ ուր, օվկիանոսից այն կողմ դու չգիտես ուր։ Ու փառք Աստծո, եկա մտածեցի, բայց ի՞նչն է խանգարում, ես ամեն ինչ հետս բերել եմ, ամենակարևորը ձեռքերս, ուղեղս, անցած ճանապարհս։ Մնացածը ոչ մի բան պետք չի։ Փորձը ունեմ, լեզուն չունեի, այո, լեզուն դեռ չկա, այո, Հա, շնորհակալ եմ այդ իմ գործատիրոջից։ Հետո ամերիկացի հաճախորդներ շատ ուներ այդ սալոնը, 28 տարվա արդեն սալոն Commerce Meria անունը, ես շատ շնորհակալ եմ իրան, գործատիրոջս անունը։ Սկսեց ամերիկացի հաճախորդները սկզբից շատ էի ամաչում, գիտեցածս կարող ժամանակաձևերը լավ չտեղադրեն, սխալ հասկանան։ Ժպիտով ասում էի, եթե սխալ եմ ասում, ուղղեք ինձ այդ ամերիկացի հաճախորդներին, թեկուզ հայ, անգլերեն խոսացող հաճախորդներին։ Ու սկսեցին, այո, շատ հաճախորդներ ունեմ, ամեն շաբաթ գալիս են, սկսեցին բանը ուղղել ու ես շատ հաճույքով շնորհակալություն էի հայտնում ու շատ օգնեց այդ։ Հա, այսինքն կենթանի շփումը դրանից նաև առաջին պահին կարողացաք այդ լեզվական այս բարիերը հաղթահարել։ Նշում են այդտեղ ձեր այցելուները, որ այն եզակի ոճաբաններից եք, որը հենց սկզբից կարողացել է 1-2 անգամ այցելելով մշտական հաճախորդներ ունենալ արդեն։ Մշտական, հիմնական կորիզը մշտական։ Ես չեմ սիրում, ինչ որ մի հատ շուկայի մոտ կար այնտեղ, չէ, որ ասենք շուկայի մոտ Վարշավիրանոցա ամեն օր այդ հաճախորդը փոխվում է ամեն օր, ով անցավ տեղից կմտնի ու վերջ։ Ես երբեք չեմ ունեցել տենց սալոն, երբեք։ Ահա։ Աշխատել եմ հաճախորդին միշտ գող ճանապարհեմ, որ պահեմ, ու մենք շատ մտերիմ ենք եղել, շատ կապվել եմ հաճախորդների հետ ու ներս մտնելուց առաջ արդեն պատկերացնում էի իրան ինչա պետք այսօր փոխել։ Այո։ Հաճախորդների հետ նաև շփումը, այսինքն մարդկանց հետ կոնտակտը, շփումը միշտ սիրել եք։ Սովորում եմ հաճախորդներից, ես շատ բան սովորել եմ հենց հաճախորդներից։ Իմ երեխեքի մասնագիտությունները ընտրելու հարցում արդեն այնքան ինֆորմացիա ունեի հաճախորդների հետ, չէ՞ որ նայում ես անցած ճանապարհը, ինչից ինչի հասա, արդյոք օգտագործում ես իրանց կյանքի փորձը։ Ահա։ Հետո մենք միշտ Ամերիկա գալու մտադրություն ունեցել ենք, որովհետև իմ հարազատությունը 30 տարի Ամերիկայում ա եղել, հաճախորդներից մեկն ասեց Ալիս, ինձանից քեզ խորհուրդ, մինչև վերջի օրը ոտքը դուրս ես դնում Հայաստանից, ապրի յուրաքանչյուր օրը, ինչ որ պետք է անես, արա, չմտածես ես քնալու եմ, մեկա քնալու եմ, նույնը վերաբերվեց երեխեքի բարձրագույն կրթություն ստանալու հարցերին, ասում էր, այն մասնագիտությունը պետք է ընտրես, ոչ թե լեզուն չարել են, իրանք ընդեղ կսովորեն։ Այո։ Անեց մասնագիտություն մաթեմատիկայի բնագիտական գծով, որ չի փոխվում։ Հա, երկրից երկիր այդ գիտելիքը։ Այո, այո։ Ու շատ օգնեց այդ խորհուրդները, շատ օգնեց։ Ահա։ Այսինքն այս հարցում էլ փաստորեն հաճախորդների հետ սիրում եք օգնեց մասնագիտությունը, շփումը, օգնեց շփումը։ Ծրագրավորողներ են ձեր աղջիկները։ Այո, ծրագրավորող են, հա։ Մեծս աշխատում է, փոքրս էլ ավարտեց արդեն։ Հայաստան սովորել են, փոքր աղջիկը ստեղ փոխեց մասնագիտությունը ուղղակի։ Այո, ուղղակի փոխեց, հրաշալի է։ Եվ գիտեմ, որ այսինքն նաև ամուսնության այս փուլում են փաստորեն երկուսն էլ։ Այո։ Այո, ամուսնացած է մեծ աղջիկս, փոքրս էլ արդեն կամուսնանա։ Beauty Nest սալոնի հիմնադիրն եք դուք, որտեղ դուք վարսահարդար եք, նաև մատնահարդարման ծառայություններ կա։ Այս որոշումը, ինչ որ բան անելու, քայլ անելու, ինչպես եկաք դրան։ Գիտեք, մի հատ ծեծված խոսք կա, միշտ ասում են ուժեղ տղամարդու հետևում ուժեղ կին է կանգնած, չէ՞, միշտ ծեծված խոսք կա, տենց, բայց իմ պարագայում ես կասեի հակառակը։ Իմ թիկունքում բոլոր ժամանակներում, թեկուզ եթե սրտով չի այդ որոշումս, ամուսինս է կանգնած եղել։ Միշտ բոլոր ժամանակներում, որովհետև եթե դու ես երկրի մեջ ինչ-որ հիմնում ես բիզնես, դու չգիտես ինչ ա լինելու, բայց եթե թիկունք ունես, արդեն ավելի շատ ավելի հեշտ է գործել։ Դուք ունեցել եք այստեղ սալոն, այս ասպարեզում ամեն ինչ գիտեք, հա, այդտեղի ու այստեղի այդ տարբերությունը կա եւ այդ մթնոլորտը, ես հասկանում եմ, որ աշխարհի որ անկյունում էլ լինի, Ալիսան իր տեսակով է լցնելու սալոնի մթնոլորտը, ինքը պիտի իր ուզածով ձևավորի։ Ես որ ստեղ սկսեցի աշխատել այդ 3 տարիները,
Գիտեք ոնց էր իմ համար։ Ես երբեք այդքան կոմֆորտ սալոնի մեջ չեմ զգացել ինչ առումով։ Ոչ մի հատ իմ վրա պատասխանատվություն չկար։ Դրախտային մթնոլորտ կոպիտ ասած, բայց զգացի, որ այս չափից դուրս կոմֆորտը ինձ լավ բանի չի տանելու։ Ես շատ կոմֆորտի վիճակի մեջ եմ ու սա ինձ հաստատ հետ է տանելու, բաց եմ թողնելու այդ ամեն ինչը, որ ես կոմֆորտով շատ հիացած, հանգստանում եմ, բան որոշեցի դուրս գամ կոմֆորտ զոնայից։ Հետո ես սիրում եմ շփումը հաճախորդի հետ։ Իմ սալոնում առաջի սուրճը հաճախորդի հետ եմ խմում, պարտադիր, որովհետև գիտեմ, եթե 9-ին գալիս եմ սալոնը բացում եմ, ընտանիքի պես են, ես սիրում եմ, հիմնականում ներկերը, հայլայթները շատ երկար են նստում, չէ՞։ Այո։ Այդ ժամանակ փոխանակում ենք փորձի, կյանքի, տարբեր երկրների, տարբեր, չգիտեմ, օրերը շատ նման չեն ոչ մեկը ու շատ լավ անցնում։ Եթե 2 ժամ, 3 ժամ դիմնաս սալոնում, ավելի շատ լիցքաթափվես, մոռանաս դրսի խնդիրները ու հաջողվում է փառք ասում, միշտ ասում են, էլի, ասում եմ, սպասում ենք երբ ենք գալու սալոն։ Այո։ Որ երկար նստենք, հաճելի է արդեն լսելը։ Այո, որտեվ հանգստի համար նաև հնարավորություն է հրաշալի։ Նաև այստեղ գալիս է մի առանձնահատկություն կա։ Դուք նշեցիք, որ ես սիրում եմ իմ այդ կոմֆորտի գոտուց, հարմարավետության գոտուց դուրս գալ։ Փաստորեն կյանքում էլ, հա, միշտ պիտի կարողանաս հասկանաս որտեղ է, որ նույնիսկ եթե դու քեզ շատ լավ ես զգում, բայց սա վտանգավոր է, որովհետև դու առաջ գնալու հնարավորությունն ես կորցնում։ Եթե ամեն ինչ շատ լավ է, ամեն ինչ շատ լավ, շատ հանգիստ, դու ոչ մի ուժ չես գործադրում, ստրես չունես այդ օրվա վրա, ես դրական իմաստով եմ ասում ստրես։ Այո։ Այսինքն իմ համար կյանքը խաղ է, խաղ, որ դե խաղամ, այսինքն ես չեմ խաղում, ոչ մի խաղ չկա, չեմ խաղում, ուղղակի ռոբոտի կյանքով գնում եմ, վաստակում եմ, հետ եմ գալիս, գնում, ոչ մի բան, աշխատանքը արդեն դարել է ոչ թե հաճելի զբաղմունք, այլ փողաշխատելու միջոց, ես չեմ սիրում դա։ Ալիսա, նաև հետաքրքիր ձևակերպում տվեցիք դուք նախնական մեր զրույցի ժամանակ նշելով, որ ինչ-որ առումով ձեզ համար կյանքը կարծես այսպես puzzle է։ Պետք է կարողանալ յուրաքանչյուր պահ վայելել ու հավաքել քո կյանքի պատմությունը։ Գիտեք, իմ շատ հարազատություն 30 տարի անընդհատ տարբեր ընտանիքներ եկան, ամեն մեկի կյանքի օրինակը դասեր իմ համար։ Որը ոնց թողեց երկիրը լքեց, այսինքն սպասեց, տարիներ սպասեց, ոչինչ չարեց, որ մեկը գնալու եք Ամերիկա։ Զգացի ամենամեծ սխալը կյանքի տարիների անիմաստ կորուստ, որ հասնեմ, ես պետք չի հասնես, չգիտեմ որտեղ, որ ինչ-որ բան անես։ Ես հասկացա, որ որտեղ ապրում ես, դու ամեն ինչ կա այդ երկրի մեջ, Մոզամբիկ երևի նույնպես, իմ կարծիքով, որ դու գտնես քոնը, դու քո անելիքը հաստատ կունենաս առաջ գնալու համար։ Պարտադիր չի դու հասնես օվկիանոսից այն կողմ, նոր, չգիտեմ, որոշես, չգիտեմ, աշխարհ նվաճես, չկա տենց բան։ Ես հենց իմ գյումրեցիներին էլ կոչ եմ անում, եթե մարդը նպատակ ունի դուրս է գալու երկրից։ Այո։ Բայց ապրեք յուրաքանչյուր օրը, սովորելու եք, սովորեք, այդ օրը, puzzle-ը ես նկատի ունեմ, այդ օրվա ամեն ինչը, եթե խառը ինչ-որ բաներ կա պիտի տեղադրեմ, ես չեմ թողնում, լավ, չեմ տեղադրի, մեկը գնալու եմ։ Չէ, տեղադրում եմ։ Ես գալուց 8 ամիս առաջ, որ COVID, հիշեք, 21 թվին եմ եկել, մեկ արդեն տիկայք, COVID-ը սկսվեց։ Երկաթե վարակույրը ոնց որ փակվեր դեմքիս, սպասել ես այդքան տարիներ ու COVID։ Ինչ եմ արել, երևի չեն էլ հավատա շատերը։ 0-ից Վարշավիրանոցը ռեմոնտ են արել։ Փոխել եմ գույքը, ռեկլամը, ազնվությամբ եմ ասում։ Հետո վաճառեցի բիզնեսը, հետո նոր հողը, տարածքը։ Ամեն ինչ փոխել էի։ Ապրում էի ետրով, ինձ այդ պետք էր, ես երազել էի, որ կահույք ունենայի այդ ռեկլամը, չգիտեմ ինչ, ամեն ինչ, արել եմ ամեն ինչ։ Ալիսա, ձեր մտածողության, այ այսպես ոչ ամեն ինչը, ամեն պահը վայելելու, սա երևի աշխարհում ամենակարևորն է կանանց համար։ Այ հատկապես կանայք համաձայն եք, որ շատ սիրում են ինչ-որ բան հետաձգել, կամ եթե ինչ-որ անընդհատ ասում են, եթե այս բաները իմ կյանքում լիներ, ես երջանիկ կլինեի, եթե կարողանայի այս ամեն ինչը անել, այդ ժամանակ նոր կկարողանայի վայելել կյանքը։ Փաստորեն սա ամենամեծ սխալն է, որ մենք անում ենք, մենք չենք հասցնում ապրել։
Հա, երևի ամենամեծ սխալը։ Իմիջայլույց ես հավատացյալ եմ, սովորական հավատացյալ, միշտ աղոթքներից մեջ խնդրում եմ, բայց մի հատ նշանաբան ունեմ, որ միշտ երեխաներիս ասում եմ, Աստված ձեր փոխարեն ոչինչ չի անելու։ Այո։ Ոչինչ։ Դուք եք ձեր կյանքի հեղինակը։ Երբեք չփորձեք ուրիշի մեղադրել բախտի վրա գցեք, վայ, բախտի բան, չգիտեմ, չկա բախտ։ Դու ես քո կյանքի հեղինակը։ Ալիսա, նաև նշեցիք, որ 6 տարի փաստորեն ֆիզարցակուրթում, այսինքն երեխաների խնամքի հետ կապված աղջիկների, սիրում եք ամեն ինչ այդ պատասխանատվությունը, հա, տան, երեխաների խնամքի, սա էլ եք ձեզ վրա վերցրել այդ կարևոր շրջանում, չեք մտածել, որ դուք կարող եք աշխատել եւ այդ պատասխանատվությունը թողնել հարազատների վրա։ Տեսեք, ամենակարևորը, որ կարողացել եմ համատեղել, ընտանիք ու աշխատանք։ Հանդեսեր կամ ժողովեր, ոչ մի անգամ ու իմ հաճախորդները արդեն գիտեին, ես պիտի թողնեմ գործս, ժողով գնամ, հանդես գնամ, չի ուժել երբեք ընտանիքը, որովհետև կարողացել եմ ժամերի մեջ տեղավորեմ, շատ երկար չաշխատեմ, ազատ օր ունենամ, հանգստանալու գնանք, այսինքն երբեք աշխատանքի առումով չի տուժե իմ ընտանիքը, ամենակարևորն է, եթե ես ասեմ աշխատում եմ իմ հետ գործ չունենաք, պետք չի աշխատես, ընտանիք ունես, ոնց թե։ Ահա, շատ գյումրեցու այսպես այդ ճշգրտությամբ ու բաց ինչպես ասում են, ամեն ինչ ասում եք, այո, այս մտածողությունը, որ ամեն ինչ, եթե կինը ուզում է, կկարողանա հասցնել, հա, սա միշտ եք ունեցել, թե ժամանակի ընթացքում է ձևավորվել, Ալիսա։ Ժամանակի ընթացքում։ Իսկ օրվա պլանավորումը, կազմակերպվածությունը, ես հասկանում եմ, որ ձեր տեսակով կազմակերպված մարդ եք այսպես։ Հիմա իմ գրաֆիկը մի քիչ փոխված է, որովհետև փոքր չեն աղջիկներս մեծ են, փոքր աղջիկս է հիմա մեր հետ, մեծս ամուսնացած է բնական, առավոտ 7-ին եմ պարտադիր քնից արթնանում, ճաշ, էլի ամեն ինչ պիտի նորմալ, ամեն ինչը, ճաշը, տունը, մաքրությունը, ինչ որ կա, իմ պարտականությունը, այսինքն մեր տան մեջ մի հատ սենց բան կա, մենք ունենք մեր պարտականությունները, որ պիտի անենք ու իրավունքը, որ չի կարող ամուսինս, ասենք, եթե աշխատանքից տուն է գալիս, ասեմ, գիտես, ճաշ չունենք, որովհետև չկա, որովհետև։ Ինչքանով է կարևոր է զբաղվածության այս շրջանում կարողանալ այդ բոլոր տան հետ կապված, այս ամեն ինչը քեզ համար կարևորություն, հա, տալ, որտեվ եթե մարդը ինքը կարևորություն չտա, չի կարող դա իրականացնել։ Իմ մտածողության մեջ մի հատ sense բան կա, որ առաջնորդվում եմ դրանով, ես չեմ կարող դիմացինից պահանջել ինչ-որ բան, եթե ես ինքս իմ պարտականությունը չեմ անում։ Չեմ անում, բրավո։ Չեմ կարող, թեկուզ իմ երեխեքից, իմ աղջիկներից, ես չեմ կարող մենակ դաստիարակեմ խոսքով։ Ամենավառ դաստիարակությունը քո օրինակն է, իմ կարծիքով։ Ուզում եմ մի քանի բառով նաև խոսել սրահի մասին, Beauty-Nest սալոնը, որտեղ ես հասկանում եմ ինչ մթնոլորտ է արդեն, օվկիանոսը այստեղ մեզ խանգարեց, ես պատկերացնում եմ այդտեղ ինչ հաճելի է սուրճի շուրջ միայն զրուցել Ալիսայի հետ, բայց ես գիտեմ, որ նաև փաստորեն մյուս ծառայությունները, մատնահարդարման ծառայություն կա, կոսմետոլոգիա, այսինքն ընդլայնում եք։ Ընդլայնում ենք, երևի նույն նշանաբան ունեմ սալոնի հետ կապված, որովհետև նոյեմբերից ենք մենք բացվել, հաճախորդների կորիզը դու պիտի հավաքես քո շուրջը իմ կարծիքով, նոր պահանջես մյուս աշխատողներից, դու չես կարող սալոն բացես ու մտածես աշխատողը կգա հաճախորդ կբերի, չկա տենց բան, հիմա ավելի շատ ես կենտրոնացած եմ իմ վրա, իմ հաճախորդներից ներգրավելու վրա, հաճախորդները հաճախորդ բերելու վրա, ու փառք Աստծո աշխատում եմ ու շատ լավ է աշխատում, ու մասսան մի հատ կարևոր բան կա, տարբեր ազգեր են, տարբեր, ես ինքս իմ նկատմամբ եմ, ինչ որ ոնց են ասում goal դրել, որ պիտի ամերիկացի սպասարկեմ, մեքսիկ սպասարկեմ, չպիտի որ ուզենաս մենակ հայ կարող ես սպասարկես, կա հնարավորություն այստեղ, ես չեմ ուզում։ Իրանց մազերը տարբեր է, ճաշակը տարբեր է, բայց դրանից էլ եմ սովորում, իրանց հետ դրանից էլ սովորում եմ, իրանց սպասարկել, շփումը, կուլտուրան, մի հատ նյուանս եմ նկատել, ուզում եմ ես մասին խոսայի, Հայաստանի ու Ամերիկայի հաճախորդների, ջահել հաճախորդների մեջ, ուզում եմ անպայման լսեն Գյումրի Հայաստանում, ջահել աղջիկները
Հայաստան շատ ժամանակ ունեին։ Գալիս էին blow dry ֆենելու մազերը շաբաթը մեկ այնքան հաճախորդը շատ էր, անընդհատ ֆենում էին։ Նախ երկու պատճառ կա, որովհետև այնտեղ եղանակը թույլ էր տալիս, որ մի շաբաթ մազերը պահեին լրիվ ֆորմի մեջ, ստեղ թույլ չի տալիս, որովհետև շոկա պիտի ամեն օր լվանան։ Ու ավելի ընտրում են պարզ սանրվածքներ, առանց շեշտերի, առանց կրեատիվ կտրվածքների, որ իրանք կարողանան մազը տեղը տնեն ամեն օր լողանալուց հետո։ Ստեղ այդ կտրվածքների առումով մի քիչ ավելի հեշտ է գործը։ Իսկ ներկելի առումով բացի ներկելը, դի խնամքի մասին խոսած, որովհետև նկատել եք 25 թվի գույները ավելի վառ տաք գույներն են մոդա։ Ենթադրենք բաց պղնձագույն կամ ասենք տաք գույներ, որոնց մեջ նյուանսը ավելի շատ է, քան բնական պիգմենտը, դրանց համար խնամք պետք է տանեն։ Ստեղ շատ լավ խնամում են իրանց մազերը, լավագույն շամպուներով, որովհետև ջուրն էլ լավը չի, մեր Հայաստանի ջուրը թույլ տալիս էր, ինքը խնամում էր մեր փոխարեն։ Դրանց կոնսուլտացիան եմ անում հաճախորդների հետ, որ ներկելուց հետո ինչ օգտագործեն երկար մնալու, փայլը տեղը շատ հետևում են մազերի որակին, առողջ մազը արդեն գեղեցիկ է, չէ՞, ինչքան էլ մենք շահագործում ենք, բայց տարբերություն կա այդ առումով։ Ուզում եմ մի քանի բառով, հիմա երբ մենք խոսում ենք տենդենսները, ավելի վառ գույներն են եւ այլն։ Ինչպես է կարողանում դուք համադրել, հա, նորաձևությունը, տենդենսները նորաձև եւ միևնույն ժամանակ, որպեսզի դեմքի հետ ներդաշնակ լինի, Ալիսա։ Իմ մոտ համադրության մի հատ գաղտնիք կա։ Եթե հաճախորդը գալիս է, ես տեսնում շատ է սիրում, ենթադրենք արծաթագույն, ենթադրենք, որ շատ ռիսկային գույն է, գիտեք, մոխրագույնը։ Այո։ Հա, բայց շատ եմ ուզում, շատ եմ սիրել, շատ եմ ուզում ունենալ, ասում եմ մի հատ բան կարող եմ անել, արծաթագույն մազերդ կներկեմ, բայց արմատները, որը ներկայացնում է քո դեմքը, կներկեմ քո բնականին մոտ գույն։ Իսկ եթե լրիվ արմատից ներկեմ արծաթագույն, քո դեմքը այնքան կփոխվի, մենակ հետևից կարող են քեզ նայեն։ Համաձայնվում են։ Գոնե այդ նյուանսը արմատի մուկ պահելը, դե մենք մուկ ենք ազգությամբ վերաբերվում է հայերին։ Ամերիկացիք խնդիր չունեն։ Ավելի շատ այդ իրանց մոտ ավելի ճկուն է այդ գույները մաշկի գույնի հետ կապված, ավելի կա ընտրությունը մեծ է ընտրությունը։ Ինչ ներկում եք ներկեք, ասում եմ, եթե տեսնում եք ձեր գույնը չի կամ անընդհատ դիմահարդարված չեք, արմատի մոտ գոնե, մեզ թույլ է տալիս է տեխնիկան, որ ներկենք խաղերով մի քիչ ավելի բնականին մոտ ու շատ է օգնում, երևի 90% օգնում է։ Այո, շնորհակալ եմ շատ Ալիսա, այ նաև գաղտնիքների մասին, դուք սիրում եք այն ինչ որ գիտեք, այն նշում եք, որ բոլորից վերցնում եմ, բայց դուք էլ խորհուրդները տալիս եք առանց, ինչպես ասում են, նույնիսկ եթե չեն շատ խնդրում, մասնագիտական բաները սիրում եք շռայլել, ձեր տեսակով եք այդպես, շռայլ ու բաց։ Հա, ես երևի էդ էլ սովորել, որովհետև աշակերտներ շատ եմ ունեցել, անընդհատ տեսեք մի բան էլ ասեմ, անընդհատ տալիս ես, բայց ուրիշ տեղից դի լծվես անընդհատ, դու չես կարող տաս, դրա համար խնդիր չեմ ունեցել, ես տվեցի, ես ուրիշ բան սովորում եմ վստահ։ Նույնն էլ էներգիան, չէ, տալիս եք, այսպես տարածում եք ձեր հաճախորդներին, բայց նաև ստանում եք նրանցից։ Նաև ստանում եմ, շատ ճիշտ է։ Շնորհակալ եմ շատ Ալիսա։ Ինչ որ առումով մարդ այն աշխատանքը, որ անում է ոչ միայն իր մտածելով, այլև ձեռքերի միջոցով իր էներգիայից մի բան տալիս է, եւ այս առումով հասկանալի է, որ բացի հետաքրքիր, շատ յուրօրինակ, շատ պրոֆեսիոնալ գույնից, սանրվածքից, ոճից, նաեւ այդ դրական մի բան տալիս եք, որովհետեւ ձեր աշխատանքներից հետո, ինչպես ասում են, աչքերն են սկսում փայլել։ Շատ շնորհակալ եմ, շատ հաճելի էր։ Սիրելի հետևորդներ, հետաքրքիր հանդիպում ունեինք, շատ հաճելի էր ինձ իրականում այսօրվա մեր հանդիպումը Elroom-ում։ Մենք առիթ ունենում ենք խոսելու ու ես միշտ նշում եմ, որ յուրաքանչյուր ասպարեզում, յուրաքանչյուր մասնագիտության մեջ մարդը իսկապես կարող է իր շուրջը տարածել շատ յուրօրինակ միայն իրեն հատուկ էներգիա։ Յուրաքանչյուր մարդ, երբ իր մասնագիտությունը այսպես սիրում է, կարողանում է այստեղ ստեղծագործել, այ այսպիսի մարդիկ են, որ մեր կյանքի գույներն
իրականում ավելի տեսանելի են դարձնում։ Այսօր մենք զրուցում ենք հրաշալի պրոֆեսիոնալ կնոջ հետ, Beauty Nest սալոնի հիմնադիր, վարսահարդար ոճաբան, կալարիստ Ալիսա Եսայանի հետ։ Դուք հասցեն հեռախոսահամարը պարբերաբար տեսնում եք։ Ես վստահ եմ, որ մեր հետևորդները օվկիանոսից այն կողմ գիտեն կամ հեշտ կարող են գտնել, որովհետև Ալիսայի մոտ մեկ անգամ այցելելով, այսինքն այս կտրվածքը, գույնը, սանրվածքը ունենալով եւ իր հետ զրուցելուց հետո ես վստահ եմ, որ մշտական դարձող հաճախորդների թիվը մեծ է։ Մյուս կողմից այսօր կարծում եմ, որ Ալիսա Եսայանի խոսքը շատ հետաքրքիր ու կարևոր էր բոլորի համար Հայաստանում, հատկապես իր եւ իմ շատ սիրելի Գյումրիում ու Շիրակում, որտեղ Ալիսա Եսայանը ունի աշակերտների մեծ թիվ այս տարիների ընթացքում աշխատել է նաև մեր հայրաքաղաքում։ Գիտեք, կարևոր է, երբ դու լսում ես մի կնոջ ու հասկանում, որ աշխարհում պետք է այս պահը վայելել։ Մեզ թվում է, որ մեծ ինչ-որ տրեյնինգներ կամ լուրջ գիտական հոդվածներ են պետք, որպեսզի հասկանալ ինչպես պետք է երջանիկ լինել։ Այնինչ կարող է դու մեկ օր, մեկ անգամ, ականջի փոչով, ինչպես ասում են, լսես մեկ նախադասություն ու կյանքդ փոխվի։ Այս պահին ես ուզում եմ ձեզ հրաժեշտ տալ եւ ես ուզում եմ, որպեսզի այս պահից որոշում կայացնենք, որ միակ բանը, ինչպես ասում էր Շանելը, որ երբևէ չի կարելի անել, ձեռքերը ծալելն է, որովհետեւ ինչքան էլ մենք սպասենք հրաշքի, այս աշխարհում շատ բան իրականում մեր ձեռքերում է։ Շնորհակալ եմ, որ հետևում եք մեզ։